Ավելի քան 525 միլիոն դրամ կհատկացվի 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման, 82 դպրոցի նորոգման համար տեղզննության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար, 1 դպրոցի մարզադահլիճի գազիֆիկացման, նորոգվող 21 դպրոցի հսկողության գումարների ապահովման համար։ Իրատեսական համարում ենք, որ մի տարվա ընթացքում, այսօրվանից սկսած մի տարվա ընթացքում, մի տարի մենք կկարողանանք այս ծրագիրը իրականացնել։ Ցանկում ներառված 120 նորոգվող դպրոցները բոլորը պետք է ավարտված նորոգված լինեն մինչև 2026 թվականի ամռան ամիսները, որպեսզի սեպտեմբերին արդեն այդ դպրոցներում հնարավոր լինի նոր միջավայրում դասապրոցես կազմակերպել։ Մենք այս տարեվերջին արդեն թվով մոտավորապես 80-ից 100 նորոգված դպրոցներ կունենանք։ Կառավարության մեկ այլ որոշմամբ Ասիական զարգացման բանկի 45.3 միլիոն եվրոյի վարկը կուղղվի առողջապահության որակի բարելավման ծրագրերին։ Նախատեսվում է առողջապահական հաստատությունների կառուցում, լիցենզավորում, ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում։ Ռուբլի, դոլար, եվրո, Հայաստան այս տարվա փետրվարին ամենաշատ մտած արժույթներն են։ Կենտրոնական բանկը հրապարակել է հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված եւ հակառակ ուղղությամբ իրականացված փոխանցումների տվյալները։ Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 միլիոն 801 հազար դոլար, ինչը 13.4%-ով ավելի է 2024-ի նույն ամսվա ցուցանիշից։ Արտահոսքը կազմել է 398 միլիոն 979 հազար դոլար։ Միայն 304 միլիոն 156 հազար դոլարի ռուբլի է 88 միլիոն 599 հազարի հենց դոլար, 48 միլիոն 299 հազարի դոլար էլ եվրո։ Մնացածն այլ արժույթներով են։ Արտահոսել է ավելի շատ դոլար, ապա եվրո, ռուբլի։ Աճը պայմանավորված է առևտրային բնույթի փոխանցումներով, նկատում են մասնագետները։ Փոխանցումները եղել են Ռուսաստանից 331 միլիոն 564 հազար դոլար, Միացյալ Նահանգներից 46 միլիոն 758 հազար դոլար, երրորդը Մեծ Բրիտանիան է 9 միլիոն 286 հազար դոլար։ Իսկ արտահոսել է Շվեյցարիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Տարվա առաջին 2 ամսում արտերկրից արդեն 845 միլիոն դոլարից ավելի փոխանցում է եղել ֆիզիկական անձանց անունով Հայաստան։ Մասնագետները նշում են, հավանական է, որ կա նաև կանխիկ գումարի հոսք, որը շուկաների կայունացմանն է նպաստում, սակայն տեսանելի չէ այս վիճակագրությունում։ Փողի և թվային տեխնոլոգիաների ապագան Երևանում մեկնարկել է Doing Digital Forum 2025-ը։ Միջոցառումը համախմբել է առաջատար փորձագետների, գործարարների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, քննարկելու թվային փոխակերպման հիմնախնդիրները, ովքեր ոչ թե պարզապես հետևում են այս փոփոխություններին, այլև գլխավորում ապագայի տնտեսության ձևավորման գործընթացը, պետք է դառնան այս ոլորտում խաղի կանոնները սահմանողները, ընդգծել է ֆորումի համահիմնադիրը։ Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումը դարձել է նորարարությունների, թվային տնտեսության ապագայի եւ այդ ոլորտում զարգացման ռազմավարությունների մասին երկխոսության կարևոր հարթակ։ Փողի էվոլյուցիան, բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչև թղթադրամ կենտրոնական բանկի նախագահի խոսքով տնտեսությունները ժամանակի ընթացքում պետք է կարողանան մասնավոր արժույթների հնարավորություն ստեղծել։ Վերջին տարիներին կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել։ Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձևավորող միավոր եւ կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց։ Միացյալ Նահանգների նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սահմանափակումները կտարածվեն ավելի քան 183 երկրի եւ Եվրամիության վրա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Վաշինգտոնը տասնամյակներով նվազեցրել է այլ երկրների համար առևտրային արգելքները, մինչդեռ այդ երկրները հսկայական մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների համար։ Ելույթի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը մեծ ցանկ է ներկայացրել երկրների անուններով եւ տուրքերի չափով։ Մասնավորապես Վաշինգտոնը 20%-ի մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության ապրանքների համար, 34% Չինաստանի, 10% Մեծ Բրիտանիայի համար։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Կամբոջայի, Վիետնամի եւ Շրի Լանկայի համար 40%-ից ավելի։ Երկրների շարքում են նաեւ Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, Շվեյցարիան, Հարավային Աֆրիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը, Ուկրաինան։ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի նկատմամբ էլ 10%-ի մաքսատուրք է սահմանվել, որը նվազագույն շեմն է։ Թրամփի ներկայացրած ցանկում չկա Ռուսաստանը։ Ըստ ամերիկյան կողմի դա բացատրվում է նրանով, որ այդ երկրների հետ առևտուրը չնչին ծավալների է։ Թրամփի նոր որոշումը չի վերաբերում նաև Կանադային եւ Մեքսիկային, որոնց հետ Վաշինգտոնն արդեն բանակցությունների մեջ է։ Դոնալդ Թրամփը հավելել է, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում նաև Միացյալ Նահանգներ ներկրվող մեքենաների համար 25%-ի մաքսատուրքերը։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 1.6%-ով, կազմելով բարելի դիմաց $73.72։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 2.1%-ով, կազմելով բարելի դիմաց $71.15։ Ոսկու միջազգային գինն աճել է 1.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3190։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.7%-ով եւ կազմել 1 հատի համար $81886։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 3-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 32 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 432 դրամ 53 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 66 լումա։